Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ տեղափոխվում ենք ֆիլմ աշխարհ եւ այսպես այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա ձմեռվա երգ Սուրբ Ծննդյան ռոմանտիկ կատակերգության պրեմիերան։ Այս Միացյալ Նահանգներ Հայաստան համատեղ արտադրության ֆիլմը միջազգային հանդիսատեսին է ներկայացնում ջերմ տոնական պատմություն, որը լցված է հայկական մշակույթով, երաժշտությամբ եւ աներևակայելի բնությամբ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան բոլորովին վերջերս տեղի ունեցել Միացյալ Նահանգներում, արժանանալով ջերմ ընդունելության։ Եվ այս առիթով մեր տաղավարում են բեմադրող, ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Անժելա Ասատրյանը, դերասան Քրիստա Մարինան, դերասան Էդգար Դամատյանը եւ պրոդյուսեր Դիանա Ավետիսյանը, հայաստանյան պրոդյուսեր։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լավ, շնորհակալություն։ Շատ լավ։ Իմիջիալոց այսօր նամակ գրելու օրն է ձմեռ պապիկին, գրել եք արդեն։ Այո, of course, շատ երկար։ Շատ երկար։ 3 էջ։ Շատ լավ։ Դե խոսենք ֆիլմից, որտեղ ֆիլմը եւս մի նամակ է ձմեռ պապիկին ու ամանորյա տրամադրություն։ Խնդրեմ գաղափարի մասին, որն արդեն իրականացավ ու դարձավ շրջափելի։ Ուրեմն 1 տարի առաջ, տարի ու կես առաջ Անժելայի հետ ծանոթացանք, իմացանք, որ Անժելան ունի Հայաստանում ամանորյա ֆիլմ նկարելու ցանկություն եւ արդեն սցենար, հենց ինքն էր գրել սցենարը։ Մի 2-3 անգամ հեռախոսով խոսելուց հետո մեր հայկական կողմից եւս համարտադրող Արմինե Անդայի հետ եւ Անժելայի հետ միասին այդպես խոսելուց հասկացանք, որ միասին ուզում ենք անենք մեծ պրոյեկտ ու արեցինք։ Շատ կարճ ժամանակում, որովհետեւ մենք ունեինք 1 ամիս նախարտադրական փուլ եւ դրանից հետո 22 օր նկարահանման օր եւ արեցինք մեծ պրոյեկտ, հենց ամանորին էլ նկարահանում ենք արել, այսպես այդ ամանորյա տրամադրությունը ամեն ինչը ֆիլմի մեջ կա։ Անժելան թող պատմի ոնց ծնվեց գաղափարը այստեղ ֆիլմ նկարելու։ Ես այս պրոյեկտից առաջ մի հատ դոկյումենտարի էի նկարել պատերազմի մասին, ու դա շատ ծանր գործ էր։ So իմ համար ուզում եմ մի բան ուրախ, թեթև պրոյեկտի վրա աշխատել ու գիտեի, դա էլ էր շատ կարևոր հայերի համար։ Ու մեկը որ Սան Դիեգո եմ ապրում ու մարդկանց ասում են դու որտեղից ես, ասում եմ Հայաստան, Արմենիա, ասում են Ալբանիա, ինչքան սիրուն։ Այո, միշտ խառնում են դա։ Միշտ խառնում են, so ասի, օքեյ, պետք է սաղ աշխարհին ցույց տամ, ինչքան սիրուն է մեր Հայաստանը։ Ձևով սկսեց։ Իսկ դերասանները ինչ կարծիքի են։ Ես պրոյեկտի սկիզբից էի մասնակցել, Անջելան ինձ մոտեցավ, ասեց այս սցենարը ունեմ, ես էլ այս ժանրան շատ եմ սիրում, այս romantic comedy Christmas, դա իմ երազանքն է, sense կինոյի մեջ կարողանամ լինեմ, եւ որ Հայաստանում եմ նկարահանում, ես Հայաստանից համար գժվում եմ, so ես իմ համար շատ ուժեղ, շատ հրաշալի առիթ էր։ Այո, եւ Էդգարին կանչեց սա որ audition-ն եմ եւ այս կինոյին մեջ շատ երաժշտություն կա եւ ես իբր երաժիշտ կարծեցի որ ավելի երաժշտության գապ ունենայի եւ audition-երի եւ տեսա հենց որ մտավ ասի դու ես Լիանա։ Եվ ձեր կերպարների ու համագործակցության մասին հեշտ էր միասին խաղալը, հարդ գնաց ամեն բան։ Շատ հեշտ էր, որտեղ ես Քրիստային որպես երգիչ շատ էի սիրում։ Ես իրան միշտ երկիչի իմաստով գիտեի իրան, հետո որ ասեցի այս դերը որ Անջելան գրեց, ես գիտեի որ այս դերը Քրիստան է, so Լիանան եւ Քրիստան ոնց որ նույն մարդն է։ So որ ասեցի ես գիտեի որ ինքը շատ ուժեղ է խաղալու եւ շատ լավ է խաղալու եւ մենք իրար հետ լավ ընկերենք։ So եւ այս կինոն մեզ ավելի մոտիկացրեց, so Ինչի մասին է պատմությունը։ Ամանոր, այո, այդ հեքիաթը հրաշքը, բայց բուն, ինչի շուրջ է ծավալվում գործողությունը։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով իր երազանքի ու ոգեշնչման հետևից գալիս է Հայաստան, աղջիկը երաժիշտ է, Լիանայի կերպարը երաժիշտ է եւ Միացյալ Նահանգներում music studio-ում ասում են որ ոգեշնչումը քիչ է, ինքն էլ գալիս է հայրիկի հետքերով Հայաստան, քանի որ հայրիկը հայ էր, գալիս է Հայաստան ոգեշնչում փնտրելու ու գտնում է շատ ավելի մեծ բան, քան ոգեշնչումը։ Էդ էլ կիմանաք այսօր պրեմիերայից հետո եթերում։ Իմիջիալոց ֆիլմը անգլերեն լեզվով է, հայերեն ենթագրերով, օրիգինալ լեզուն անգլերեն է։ Մենք չենք արել ձայնադրում, մենք հենց դրել ենք ենթագրեր, որպեսզի այդ էմոցիաները եւ ամեն ինչը շատ ճիշտ փոխանցվի հանդիսատեսին։
Եվ քանի որ Միացյալ Նահանգներում ֆիլմը արդեն ցուցադրվել է եւ արձագանքները կան, ինչպիսին են արձագանքները եւ այստեղ հիմա ձեր սպասելիքները այսօր երեկոյան ինչքան մեծ են։ Իմիջիալից ասեմ, որ Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Brothers ստուդիոյում, այո, շատ ջերմ է ընդունվել, շատ այնտեղի հանդիսատեսը շատ է սիրել ֆիլմը եւ ով որ նայել է ասել է կուզենք Հայաստան գանք, տեսնենք այս ամեն ինչը իրականում ովքեր որ չեն եղել Հայաստանում կամ 20 տարի առաջ են եղել կամ ընդհանրապես ամերիկացի են, որովհետև դերասաններից մեկը հենց ազգությամբ ամերիկացի է, բայց խաղում է հայ, Ջուդան եւ Ջեսին հայ է, եւս երկու դերասան ունենք, ովքեր որ այստեղ են, մեր դերասաններն են, եկեք բոլորին թվեմ, որ Կրիստա Մարինա, Էդգար Դամատյան, Ջեսի Պետրոսյան, Ջուդան, Լիլի Վարդանը եւ Գևորգյանը, Գևը միայն չկարողացավ գալ, այսօր ովքեր որ կուզեն տեսնել դերասաններին Կարմիր գորգի վրա, մենք շատ փոքր քանակությամբ Կարմիր գորգի վաճառքի տոմսեր ունենք հենց Մոսկվա կինոթատրոնում, հնարավորություն կունենան մարդիկ տեսնել դերասաններին, նկարվել իրենց հետ, խնդրեմ համեցեք։ Այո։ Պրոդյուսերական գովազդ։ Այո, եւ ֆիլմը կգնա մեծ էկրաններ, այսօր պրեմիերան կլինի ու մեծ էկրաններ կբարձրանա, արդեն բոլորը կարող են դիտել։ Այստեղ են նաև մեր Ամերիկայից պրոդյուսերները, ովքեր որ եկել են հենց հատուկ ֆիլմի համար, մեր շատ լավ ընկերները, շատ մեծ բանակ է Ամերիկայից եկել այս ֆիլմի համար, ընդամենը 4 օրով, այսպես չքնած վիճակում, 4 օրով Ամերիկայից Հայաստան, դա բավական քիչ է։ Արդյունքից գոհ եք։ Այն ինչ որ ստացվեց արդեն վերջնական, երբ որ պրեմիերան եղավ, գոհ եք։ Այո, շատ ավելի լավ ա եղել, քան ես կարող էի պատկերացնել։ Այո։ Դերասանները ամեն ինչ արդարացրեցին, ֆիլմը ամբողջական, ամեն ինչ։ Այո, շատ լավ են խաղացել։ Սա կընկալում է շարունակություն համագործակցության։ Կարծում եմ, այո։ Հույս են, էլի։ Չէ, երկրորդը։ Ուզում եք, այո։ Բայց էսի կլինի ամառը արդեն։ Հարսանիք, Մեր չենք ուզում ցուրտ։ Ամառային արկածները։ Իդեպ ցուրտը խանգարեց որոշակի առումով, այսինքն եթե հաշվի առնենք, որ նկարանումներն անցկացվել են ձմռանը, չէ, հենց Ես կասեի օգնեց։ օգնեց։ Չէ՞ որ ասենք սինեկա, չէ, ասենք դու շնչում ես, այդ շունչը երևում է, դա շատ բնական բան է, եւ մարդիկ տեսնում են, որ իրանք լուրջ ձմեռն են նկարվել, եւ դա մի տեսակ տենց տպավորություն է թողում, որ մարդիկ ասում են, որ էսի շատ լավն է։ Մենք շատ ավելի ջերմ էինք, որպեսզի կոտրենք այդ ցուրտը։ Դրանից հետ ծանոթ ենք բավական վաղուց, աշխատել ենք ֆիլմի մեկ ֆիլմում եւ հետաքրքիր է ձանը ես քո ստորիներից անընդհատ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, այնտեղ եւ նույնիսկ մրցանակ։ Ճիշտ է։ Ահա, մի փոքր խոսենք այս քո ամեն տեղ լինելու ֆենոմենի մասին եւ այդ ամենը ճիշտ կերպով կազմակերպելու։ Հենց հասկանամ ինչպես է դա ստացվում, համատեղել այդ ամեն ինչը երևի էլ չի ստացվի։ Շատ սպոնտան է միշտ ամեն ինչ լինում։ Մի օր իմ Ամերիկա գնալն էլ շատ սպոնտան եղավ, Անժելայի հետ խոսեցինք, ասեցի, չէ, երևի չգամ, որ ստեղ կազմակերպեմ, ասեց, ոչ պիտի գաս, ու ես մի շաբաթ հետո արդեն նահանգներում էի։ Այսինքն շատ սենց ամեն ինչ սպոնտան է ստացվում, որ պահին ես փորձեմ պլանավորել իմ առօրյան ու մոտակա մի քանի ամսվա աշխատանքը, երևի շատ ավելի քիչ աշխատանք կլինի, քան սպոնտան ստացվում է։ Կան ֆիլմեր, կան պրոդաքշններ, կա ամեն ինչ, որ անում ենք, հենց իրար վրա ոնց որ կուտակված գործեր ու հույս ունեմ շատ ավելի մեծ գործեր են դեռ սպասվում։ Եվ հայաստանյան հանդիսատեսից ամեն դեպքում սպասելիքները, ինչ եք սպասում, ինչ եք ակնկալում այսօր։ Ջերմություն ամենակարևորը, ուզում ենք, որ իրենք էլ տեսնեն, թե Հայաստանը ինչ սիրուն է, որովհետև ես ապրում եմ Հայաստանում, ես գիտեմ Հայաստանը, ես ֆիլմը նայելուց ասում եմ, ահա, ես ստեղ եմ ապրում, որովհետև մենք չենք գնահատում, այն ինչ այսօր ունենք, իրականում դա այդպես է, օվկիանոսից այն կողմ երբ որ տեսնում են, իրանք ավելի շատ են գնահատում, քան մենք այն չենք գնահատում, ինչ ունենք։ Ուզում ենք, որ տեսնեն ու գնահատեն դա։ Անժելա, դոկումենտալ ֆիլմ, հետո գեղարվեստական ֆիլմ։ Տարբերությունը եւ առանձնահատկությունները ձեզ համար որպես ռեժիսոր։ Այո, շատ մեծ տարբերություն կա։ Սցենարը, որ ամեն ինչ արդեն գրված է ու այդ ձևով պետք է նկարես, բայց դոկումենտարին գրված չի։ Գնում ես, սովորում ես, ապարատով ամենտեղ գնում ես ու այդ ձևով ես նկարում, հետո editing-ն ես սարքում կինոն։ Այս էլ հակառակն է, այս էլ ամեն ինչ գրված է, so Որտեղ ավելի հեշտ, այստեղ դերասաններ են, այնտեղ իրական մարդիկ են։ Հա, այո։ Կասեի երկուսն էլ դժվարությունը կա, հեշտությունը կա, բայց ես ավելի շատ էսի սիրեցի, քան դե դոկումենտալ։
Անժելան իմիջիայլոց ասեմ, որ մասնագիտությամբ հոգեբան է։ Այո, համար ավելի հեշտ է ձեզ։ Եվ ինքնուս ռեժիսորը ավելի շատ սովորել է դոկումենտարիի վրա ու հետո որոշել է, որ անում է գեղարվեստական ֆիլմ ու ասել ու արել է։ Մի անգամից։ Իմիջիայլոց ասեմ, այս ֆիլմի վրա ավելի շատ կանայք են աշխատել ստեղծագործական թիմի մեջ, այդ պրոդյուսերական թիմի մեջ կանայք ավելի շատ են, շատ ավելի շատ են։ Էդգար, Այո։ գենդերային անհավասարություն Ո՞նց հայտնվեցիք այս։ Էդգարն էլ պրոդյուսերների մեջ է, այո, բայց Էդգարը իր պրոդյուսերական ներդրումը արել է այլ կերպ, իսկ հիմնական ֆիլմ ստեղծողները են մարդիկ, ովքեր որ աշխատել են, որ ամեն ինչը լինի, բոլորը կանայք են։ այո, Այդպես չի։ սա տրամադրված աշխարհ է, բայց այն ոչինչ է առանց կնոջ, ինչպես ասել են։ Այսպես արդարացնենք։ Եվ վերջին հարցը տամ ու նոր եզրափակենք զրույցը, ամենաբարդ նկարահանված տեսարանը։ Ooh. Our favorite scene. No, our hardest scene. Oh. Ո՞ր մեկը կասի։ Ո՞ր մեկը։ Չէ, բոլորը բաց է, այնքան Շատ լավ է դրամար, շատ լավ ժամանակ անցկաց։ ասենք բոլորը հավես է, ասենք որ գնացել ենք մայլեր այդ տեսարանը, մենք այնքան ուրախ ենք այդ օրը, ոնց որ ձնագնդիկ ենք խաղում բան ենք, Դուք ուրախ շատ եք, իսկ հավես է։ պրոդյուսերները Շատ ուրախ։ Ես ձուն սիրում եմ։ Ես սիրում եմ իմ դերասաններին, իմ ռեժիսորին, բոլորին ու ձուն։ Այո։ Ես կասեի այդ որ գնացել ենք Երևան Park բանի վրա։ Դա շատ ցուրտ օր էր, գիշերվա կեսին էր դա, բայց հավես էր, բայց մի քիչ ավելի բարդ։ Իհարկե։ Ու դժվար էր նկարել այդ փոքր սպանը։ Սպասում եք, որ շարժվի վերևում ամենը։ Եթե պրոֆեսիոնալ թիմ է հավաքված, ոչ մի դժվարություն չկա, հակառակ այդ բոլոր դժվարությունները շատ հաճելի են։ Անձամբ ճանաչում Զինային կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալի մտե Անժելան էլ արդեն այստեղ իր փայլում են աչքերը, նշանակում է ամեն ինչ շատ լավ է։ Շնորհավորում ենք ձեզ եւ մաղթում ֆիլմին երկար ընթացք ու արդեն հաջորդ ֆիլմերը կաստինգին էլ չմոռանաք կանչեք։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն Սպիտակ չոր գինին, այսօր պրեմիերայից հետո կբացեք եւ հայկական գինով կվայելեք եւ բացիկներ, պոստքարտեր, քանի որ ավելի շատ դրսում հա, ինձ Միացյալ Նահանգներում ընդունված է իրար բացիկներ նվիրել, սրանք կարևոր բացիկներ են, որտեղ կա շատ սեր ու տրամադրություն։ Ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որտեղ հայտնի երգերից են Արսեն Սաֆարյան, այս ինչ սիրուն ես անհավանական գեղեցկուհի, սա ձեզ։ Հաջորդը Էրիկ իմ աշխարհերկ, դինեմ աշխարհով մեկ, սա ձեզ։ Դուք շատ եք սիրում։ Հաջորդը իմ սերը քեզ թևեր թող տա, Անդրե։ Դիանա, քանի որ մենք լավ ընկերներ ենք, ուզում եմ քեզ նվիրել բացիկ, որտեղ գրած է իմ ընկեր։ Թաթա, չի կարելի ապրել այս կյանքը առանց ընկեր ու առանց ընկերուհի։ Շնորհակալություն ձեզ, լավ տրամադրություն ու լավ ընթացք ֆիլմին։ Շնորհակալություն։ Այսօր երեկոն գժական երեկո եւ շատ հիշվող պահեր, այնպես որ թող բարի ընթացք լինի ֆիլմը։ Այո։ Շատ շնորհակալություն։ Դե կունենանք հիմա կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։